Մեզ հաճախ քննադատում են, որ լավ ինչ եք անում, պատրաստում եք այս հանցագործի հետ, ով ակնհայտ կեղծելու ընտրությունները, ով ակնհայտ շարունակելու է իր բռնությունները եւ ամեն ինչ անելու է, որպեսզի արտադրվի, սրա հետ ինչա պատրաստում եք գնաք ընտրությունների։ Եթե այդ ընտրությունները ինչ որ պահի լինելու են անխուսափելի, ու այդպես է լինելու։ Իսկ 7 ամիս հետո մեր երկրում տեղի են ունենալու ընտրություններ։ Եթե մինչև այդ քաղաքական process-ներ տեղի չունեցան, որ ես չեմ բացառում, 7 ամիս հետո ընտրությունը անխուսափելի է։ Ինչ պետք է անի մեր երկրի ինդիմադիր ուժերը, ասի, որ սա հանցագործ է, սա ընտրությունները կեղծելու է, սա վարչական լծակներով, կաշառքով ամեն կերպ փորձելու է վերարտադրվի, հետեւաբար ես այդ ընտրություններին չեմ մասնակցում, թե պետք է հիմիկվանից մտածի մեխանիզմներ, ինչ անել, ինչպես անել, որպեսզի հնարավորինս բոլոր միջոցներով կանխել այն ամեն ինչը, ինչ պատրաստում է անել Նիկոլ Փաշինյանը եւ նրա այսպես կոչված խմբակ։ Եկեղեցու պաշտպանության գործում քաղբանտարկյալներին միասնական ճակատով պաշտպանելու, հավանական ռեպրեսիաներին դիմագրավելու, նախընտրական, հետընտրական եւ ընտրությունների օրը այդ կեղծիքները բացառելու ուղղությամբ ընդդիմությունը լիարժեք պետքա համագործակցի։ Ու այս ամեն ինչի տակ պետք է լինի կոնկրետ մեխանիզմներ։